Շվեդիայում մարդիկ հարգում են իրենց դիմացինի սահմանները։ Հոգսեր չկան, որ իրանք պետք է մտածեն դրա մասին։ Հիասթափություններ շատ ա լինում, դժվարություններ շատ ա լինում։ Մենք միշտ կարծում ենք, որ մենք ճիշտ ենք։ Գերմանիայում շատ ավելի խիստ օրենքներ էր եւ հայության մեծ մասը չի պլանավորում, որ պիտի գա ու ընդմիշտ մնա Ողջույն, այսօրվա մեր հյուրն է Իրինա Սարգսյանը, ով ապրում է Շվեդիայում արդեն 20 տարի։ Իր նորաստեղծ ընտանիքով նա սկզբում տեղափոխվել է Գերմանիա, ապրել այնտեղ 11 ամիս եւ չհարմարվելով Գերմանիայի կենցաղին տեղափոխվել է Շվեդիա։ Այսօր նա կկիսվի իր փորձով, կպատմի, թե ինչն է հավանել Շվեդիայում, ինչը այնտեղից կտեղափոխեր Հայաստան։ Պատմում է նաեւ, թե ինչպես է իր երեխաներին հայեցի մեծացնում։ Իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր նոր զրույցները, այցելեք մեր կայք, ինչպես նաև հետևեք մեզ մյուս սոցհարթակներում։ Բարև ձեզ Իրինա ջան։ Բարև ձեզ Շուշան ջան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Եկեք պատմեք մեզ ինչպես եղավ, որ տեղափոխվեցիք Շվեդիա եւ ինչու ընտրեցիք հատկապես հենց Շվեդիան։ Եթե անկեղծ, ի սկզբանե միտք չենք ունեցել Շվեդիայում ապրելու, այնպես է ստացվել դասավորվել, որ մենք պիտի գնայինք Գերմանիա, ապրել ենք Գերմանիայում մոտավորապես 10-11 ամիս, հետո նոր տեղափոխվել Շվեդիա։ Այդ ժամանակ մայրիկս էր ապրում Գերմանիայում, որոշեցինք սկզբում գնալ այնտեղ, ծանոթանալ մի քիչ այնտեղի կյանքի հետ, հետո նոր որոշեցինք չհարմարվելով ավելի շուտ, այդքան շատ չհավանեցինք, ունեինք ազգականներ Շվեդիայում, իրենց խորհրդով որոշեցինք տեղափոխվել այստեղ Շվեդիա։ Իսկ Հայաստանից ոնց եղավ, որ որոշեցիք, որ պետքա դուրս գաք երկրից։ Հենց այդ նպատակով, որ մշտական տեղափոխվում եք, թե ուղղակի զուտ փորձի համար։ Չէ, կարծում եմ երևի թե հայության մեծ մասը չի պլանավորում, որ պիտի գա ու ընդմիշտ մնա ինչ-որ տվյալ երկրում։ Այնպես դասավորվեց, որ ես ու ամուսինս նոր էինք ամուսնացել, երևի կես տարվա ամուսնացածներ էինք։ Այն տարիներին Հայաստանում ապրելը շատ ավելի դժվար էր, քան հիմա։ Հիմա շատ ավելի հնարավորություններ կա, այո։ Այն ժամանակ շատ ավելի բարդ էր նորաստեղծ ընտանիքի համար, աշխատատեղեր չկային, եթե կար շատ ցածր աշխատավարձներ էին, հնարավորությունները շատ սահմանափակ էին։ Դրա համար որոշում կայացրեցինք, քանի որ մայրիկս էլ Գերմանիայում էր, որոշում կայացրեցինք մեր ուժերը փորձել մի այլ երկրում, բայց ժամանակավոր, երբեք չենք ունեցել միտք, որ պիտի ընդմիշտ ապրենք։ Տեղափոխվելուց հետո հասկացանք, որ Գերմանիայում շատ ավելի խիստ օրենքներ էր եւ ավելի էր մեզ համար կրկնակի բարդ էր աշխատանք գտնելը, որովհետեւ նախ պիտի այնտեղ մարդ կարողանա իր թղթաբանության հարցը լուծել, հետո նոր կարողանա աշխատանք փնտրել, որը գրեթե անհնար էր այդ պահին թվում մեզ համար։ Մենք որոշեցինք ժամանակ չկորցնել եւ տեղափոխվել Շվեդիա, որովհետեւ Շվեդիայում մի քիչ ավելի դյուրին էր այդ հարցերը լուծելը։ Այդպես ստացվեց։ Բայց հենց իրոք հենց հեշտել ամեն ինչ սահուն գնաց, թե Շվեդիա տեղափոխվելուց էլ որ դժվարությունների հանդիպեցիք, ասիք կա պետքա Գերմանիայում մնայիք։ Հա, երբեմն մտքեր եղել են։ Չգիտեմ ոնց բոլորինը, բայց իմ ու ամուսնուս համար մեզ ամեն բան շատ դժվար է տրվել։ Երևի դա նրանից է, որ ինքներս մենք երկուսս էլ սիրում ենք պայքարել ու չգիտեմ, հետո այդ պայքարից հետո այդ արդյունքին հասնելը մի ուրիշ պարգևատրում է, էլի թվում։ Մի ուրիշ բերկրանք ես ապրում, որ կարողացար հաղթահարել այդ դժվարությունները, չէ, դյուրին չի եղել, շատ դժվար է եղել, հիասթափություններ են եղել մեզ մոտ բազմաթիվ անգամ, նույնիսկ
եթե երբևէ եղել եք Շվեդիայում կամ լսել եք, ձմռանը այստեղ շատ մութ է, ցերեկային լույսը շատ պակաս է, այսինքն շատ քիչ շատ կարճ է լինում ու շատ մենք քիչ արևի լույս ենք ունենում օրվա մեջ եւ դա ուղղակիորեն ազդում է բոլոր մարդկանց տրամադրության վրա ու ինձ մոտ հաճախակի լինում է ինչ-որ դեպրեսիվ ինչ-որ վիճակներ ու ես ամեն ձմռանը միշտ ամուսնուս ասում էի վերջ ես գնում եմ Հայաստան, ես այլևս այստեղ չեմ ապրելու արդեն հումորի էր վերածվել, որ ինքը միշտ ասում էր բանա, մեր երևի արդեն եկել այն ժամանակը, որ պիտի տունը մաքրես, հավաքես, դասավորվես, կոմոդ ինչ-որ փոփոխություններ ա պետք, որ հանգստանաս։ Չէ, իհարկե հիասթափություններ շատ ա լինում, դժվարություններ շատ ա լինում, ինձ թվում է յուրաքանչյուր մարդու մոտ է այդպես, ոչ միայն ինձ մոտ կամ իմ ընտանիքի, բայց փառք Աստծուն հաղթահարելի է ամեն ինչ, եթե կա նպատակ, եթե կա վճռական որոշում։ Այո, վճռական որոշում։ Բայց ունեցել եք այնպիսի օր, որ սենց վեր կենաք ու ասեք, չէ, էլի հետ գնանք Հայաստան, դե որ պետք է այսքան փորձությունների միջով անցնենք, հենա գոնե մեր հայրենի հողի վրայով կանցնենք։ Հա, եղել է ու գիտեք շատ հետաքրքիր բան է մարդու կյանքում ստացվում։ Ես ինքս շատ հավատացյալ մարդ եմ ու շատ հավատում եմ Աստծո գործերին։ Բազմաթիվ ոնց ասեմ, փորձություններ անցնելուց հետո եկավ մի պահ, որ ես ինքս վճռեցի, ոչ, ես չեմ տեսնում այլևս այստեղ իմ երեխաներիս ապագան, իմ ապագան, որ ստացվում այնպես երկար տարիներ չէինք կարողանում մենք մեր թղթաբանության հարցեր լուծել։ Ու ասեցի վերջ, մենք պիտի վերադառնանք Հայաստան, ես այլևս չեմ ուզում ապրել այս երկրում, երևի այսքանն է ժամանակը տրված, որ պիտի մնայինք եւ ես այլևս հետ եմ գնում։ Ունենց հետաքրքիր է ստացվում, անցնում է մի 2 շաբաթ, մեր թղթաբանության հարցը լուծվում է ու պատահական։ Հա, սպասման մեջ էինք ու ես գիտեի, որ դա չլինող բան է ու վճռել էի, որ վերջ, այլևս մենք հետ ենք վերադառնալու։ Ու ստացվում է այնպես, որ 2 շաբաթ հետո հենց մեզ պատասխանում են եւ մենք մշտական ապրելու իրավունք ենք ստանում, որից հետո 1 տարի հետո արդեն քաղաքացի դառնում։ Այնպես որ երբեմն կարծում եմ ճիշտ է, դու ինքդ ես որոշում կայացնում, բայց երբեմն կարծում եմ ի վերուստ էլ է դա դրված, թե դու իրավիճակը թելադրում այդ փուլի համար, որտեղ պիտի ապրես եւ երևի պետք չէր այդ մեզ վերադառնալը։ Սկզբում ես չէի հասկանում, թե ինչու էր այդպես, բայց հիմա արդեն հասկանալի է, թե ինչի է այդպես դասավորվել։ Ու փառք Աստծուն, որ այդպես է դասավորվել։ Հա, բայց ունեք պլաններում, որ երբևիցե պետքա վերադառնաք։ Միշտ։ Հա, որովհետև ինչքան էլ 20 տարին կարծում եմ փոքր ժամանակ չէ, բավականին մեծ ժամանակ է օտար երկրում ապրելու համար, բայց միշտ մի մտքում կա այն միտք, ոնց կարելի է հայերենով դասավորել, այն միտքը, որ ես պիտի ապրեմ Հայաստանում։ Սպասեմ մի փոքրել երեխաներս ավելի ամուր կանգնեն հողի վրա, ավելի լավ կայանա ու երևի հետո ես միշտ երազում եմ, որ ամուսնուս հետ անպայման ապրելու եմ Հայաստանում, եթե երեխաներս հանկարծ կուզենան միանալ մեզ։ Իսկ հաճախ եք գալիս Հայաստան։ Այո, գրեթե ամեն տարի։ Հա, երեխաներն էլ սիրով գալիս են։ Մեծ սիրով, իրենք նույնիսկ սպասում են այդ ամռանը, որ պիտի ամառը գա ու իրանք Հայաստանում լինեն։ Ամեն դեպքում հետաքրքիր է, իրենք որ Հայաստանում չեն ծնվել, մի տեսակ ոնց որ միգուցե իրենց համար Հայաստանի շատ բաներ արդեն իրենց չլինի, չէ՞, խորտ լինի մի տեսակ։ Առաջի տարին, երբ որ եկանք, շատ բաներ իրենց համար խորտ էր, շատ ստեղ երեխեքը ուրիշ միջավայրին են սովոր ապրելու ու երբ որ գալիս են Հայաստան, սկզբում թվում է թե որ շոկ են ապրում, բայց հետո չգիտեմ, արյան կանչն է երևի, շատ շուտ ընտելանում են դրան ու հետո սկսում նույնիսկ կարոտել։ Հա։
Հետաքրքիր ի՞նչն է իրանց համար տենց տարօրինակ լինում, որ գալիս են Հայաստան, որ ասես նայում են, ասում են, հա, բայց իբրև ինչ, էլի ինչ են Հայաստանում, էս մի բանը էսպես անում։ Եթե ես համեմատեմ, ես ինքս աշխատում եմ երեխաների հետ, մանկապարտեզում եմ աշխատում երկար տարիներ, եթե համեմատականներ անցկացնեմ Հայաստանում, իհարկե ես խոսում եմ այն թվին, երբ որ ես եմ ապրել Հայաստանում, հիմա գուցե շատ բաներ փոխվել են, ես այդքան շատ տեղյակ չեմ, բայց եթե համեմատականներ անցնեմ այն տարիների ժամանակ, հա, կան մեծ տարբերություն, որ Հայաստանում երեխաներին ինչ որտեղ սահմանափակ են մեծացնում, բայց դրան զուգահեռ երեխաները մեծանում են ոչ իրենց տարիքին համապատասխան։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Հա, ավելի մեծ, այսինքն, թե ավելի փոքր։ Հա, որովհետև եթե Հայաստանի երեխաների հետ խոսում ես, զրուցում ես, երեխաները, ասենք, կարող են լինել 5-6 տարեկան երեխա ընդամենը, բայց ինքը այնքան կենցաղի մեջ լինի, որ կարծես թե այդ հոգսերը իրենն են։ Հա։ Այսինքն մեր մեծերը չեն փորձում զերծ պահել երեխաներին կենցաղային որոշ հարցերից։ Այսինքն երեխան էլ ավտոմատ ոնց որ խրված լինի այդ հոգսերի մեջ։ Հա։ Մինչդեռ Շվեդիայում ապրող երեխաները, այսինքն իրենց կենցաղը հետաքրքիր չի, իրենք ունեն իրենց մանկական աշխարհը, որը միայն իրանց զարգացնում է եւ մանկական խաղեր, չգիտեմ, ինչ որ հոգսեր չկան, որ իրանք պետք է մտածեն դրա մասին։ Հետաքրքիր է։ Դե բայց մյուս կողմից էլ էդ էլ ոնց որ եւ լավ եւ վատ է, չէ՞, որ Հայաստանի երեխան տեղյակ է։ Դա նկատի ունի, հա։ Ոնց որ դրության մեջ մտնի էլի ամեն դեպքում։ Հա, եւ դրական եւ բացասական կողմերը, չգիտեմ, դա երևի մի քիչ ավելի ապրելակերպի, մտածելակերպի տարբերություն է, էլի, որը կա Հայաստանում հայերի մեջ, չկա, ասենք, շվեդների մեջ։ Հա, բայց եթե այսօրվա դրությամբ ես գնահատեմ, ինձ թվում է այդքան շատ խիտ չի գույները, ոնց որ այ որ դուք տեսել եք 20 տարի առաջ։ Հա, դրա համար ես չէ տեսնում, ես համեմատնականներն անցկացնում եմ իմ տարիներին, երբ որ ես եմ ապրել։ Իսկ հիմա գուցե շատ բան փոխվել է, իհարկե, որտեղ հիմա շատ ավելի Հայաստանում երեխաները շատ ավելի զարգացած են։ Ինձ թվում է ու փորձում եք մի տեսակ իրոք հեռու պահեն կենցաղից, էլի։ Հա, Այդպես, իսկ ուրիշ, որ էլի ձեր համար այդ տարբերությունը կա։ Եթե երեխաների նկատի ունեք, թե ընդհանուր կենցաղի մեջ։ Չէ, Հայաստանի, որ դուք կամ ձեր երեխաները գալիս են ու շատ է տարբերվում այդ մի կետը Շվեդիայի այդ մի երևույթի հետ։ Մտածելակերպ կլինի մի ուրիշ։ Մտածելա, հա, իհարկե, մտածելակերպ շատ կան տարբերություններ։ Սկսենք նրանից, որ Շվեդիայում տարբերությունը որն է։ Ասենք Շվեդիայում մարդիկ հարգում են իրենց դիմացինի սահմանները։ Կա ինչ-որ սահման, որ իրենց թույլ չեն տա երբևիցե անցնել այդ սահմանը։ Մինչդեռ Հայաստանում չէ, Հայաստանում ամեն երկրորդը կարող է, չգիտեմ, շատ խիստ անձնական հարցով դիմել կամ փորձել, հա, խորանալ այնտեղ, որտեղ գուցե պետք չի, որ խորանա։ Մյուս բանը, որ կուզեմ նշեմ, դա երևի ներողության հայցումն է, որտեղ հայերիս մոտ դա չի վերաբերվում հենց Հայաստանում ապրող, ասենք մենք էլ ունենք այդ հատկանիշը, որ մենք միշտ կարծում ենք, որ մենք ճիշտ ենք։ Հա։ Մինչդեռ այստեղ այդպես չի։ Գուցե շվեդը մտածի, որ 80%-ով ինքը ճիշտ է, բայց նրա համար դժվար չէ քեզ ներողություն խնդրել եւ փորձել հասկանալ, այսինքն շտկել իրավիճակը, որ հանկարծ չնեղացնի դիմացինին։ Դա իրենց համար շատ ինչ որ երևի արժեքավոր բան է։ Հա։ Եվ ոչ միայն իրենց դիմացինի համար էլ ինձ թվում է հաճելի է։ Հա, դա մտածում որ ահագին վեճեր կկրճատվեն, էլի, որ դիմացի մարդը այդ 20% գոնե ընդունի։ Հավատացեք 20 տարի ապրում եմ Շվեդիայում, երբևիցե չեմ հանդիպել ինչ-որ միջադեպի, որտեղ, չգիտեմ, վիճեն ինչ-որ մարդիկ իրար հետ, կամ փորձեն, հա, երբեք չեն վիրավորի մարդուն, անձնապես,
ու ես երևի առաջինը, որ վերցրել եմ իրանցից, դա է եղել, որ կարծում եմ, որ դա իսկապես դա շատ սխալ բան է, ինչքան էլ դու դիմացինի կարծիքին հաշվի, այսինքն քեզ դուր չգա իր կարծիքը, հա, չհաշտվես իր կարծիքի հետ, բայց պետք չի անձնապես վիրավորել դիմացինին, որովհետև դա նրա սուբյեկտիվ կարծիքն է ու նա իրավունք ունի մտածել այնպես, ինչպես ինքն է ուզում։ Դե դել հատուկ մշակույթ է էլի ամեն դեպքում, չէ, ասենք դիմացինին լսես մինչև վերջ, հետո քո կարծիքը այնպես ասես, որ չվիրավորես կամ միգուցե չարտահայտվես, իսկ մենք ամեն ինչը ուզում ենք ցույց տված լինենք։ Չէ, իրենք կարող են ամեն ինչից շատ բաց խոսել, շատ ազատ խոսել, բայց միևնույն ժամանակ իրենց բառերը շատ զգույշ են ընտրում, որպեսզի դիմացինին չվիրավորեն։ Այսինքն անձնապես վիրավորանք երբեք չես նկատի։ Նույնիսկ իրենց, չգիտեմ, թեժ, եթե ինչ-որ իրավիճակների հանդիպես, երբևիցե չես նկատի, որ ինչ-որ դիմացինը փորձի քեզ վիրավորել անձնապես, այդպես չի լինում։ Կամ էլ չէ, ես չեմ հանդիպել։ Հա, ձեր բախտը բերել է միգուցե։ Հա, հնարավոր է։ Չէ, դե ամեն դեպքում քաղաքակիրթ երկիրը շատ ենք չէ լսում Եվրոպա, Շվեդիային էլ տարբերությունը միևնույնն է կլինի էլի։ Եվրոպական երկրներ եղել են, բայց եվրոպական երկրների մեջ էլ տարբերություն կա։ Այսինքն, եթե Շվեդիայում այդպես են մարդիկ իրենց պահում մեծ մասամբ, Գերմանիայի մեջ չէ, Գերմանիայում ավելի կոպիտ էին մարդիկ։ Իրենք իրանց արտահայտությունների մեջ շատ ավելի կոպիտ էին ու դա իրանց մոտ կարծես թե նորմայի մեջ էր։ Հա։ Տեսեք։ Այստեղ ավելի բարեհամբույր են մարդիկ։ Հա։ Բարի են էլի։ Հա։ Հետաքրքիր է իսկ տեղափոխվելու ժամանակ գերմաներեն լեզուն կամ շվեդերենը, որ չեք իմացել, այդ խնդիր չի առաջացրել, թե միանգամից արագ վերցնում եք օտար լեզուն։ Ես ընդհանրապես լեզուներ ավելի հեշտ եմ սովորում, բայց դժվար էր ինչ խոսք սովորելը։ Մինչև փորձեցի մի քիչ խոսել իմանալ գերմաներեն, արդեն մենք հասցրեցինք տեղափոխվել այստեղ եւ ամեն ինչ նորից 0-ից սկսելու այդ մասը եկա, բայց չէ, դժվար է շատ, ինչի համար էր դժվար, որովհետև շվեդերենը ինքն իրենով նման չէ, կարծես թե ոչ մի լեզվին ու պիտի դու ամբողջովին մի օտար լեզու սովորեիր, որը երբևիցե ոչ լսել, ոչ կիրառել ես, բայց ջանքերի, չգիտեմ, ցանկության դեպքում, ինձ թվում է, հա, սովորեցի, հա, փորձեցի մասնագիտություն էլ սովորել, այսինքն ես մասնագիտությամբ չեմ եղել դաստիարակչուհի, այստեղ եմ սովորել, որպեսզի կարողանամ աշխատել, հա, մանկապարտեզում։ Հա, այդ հենց պետությունն է առաջարկում, որ օրինակ մեր մոտ այսպիսի աշխատանք կա, եթե այսինչ կետերը բավարարի, մենք կընդունենք կամ ոնց է լինում էլի այդտեղ աշխատանքի ընդունվելը, որ դուք որոշեցիք հենց որ պետքա դաստիարակ աշխատեք։ Շատ հետաքրքիր բան է միշտ պատահել հա իմ հետ, որ գրեթե իմ որոշումների մեջ մեծ մասամբ, չգիտեմ, երևի ինչ-որ կարծես թե այդպես է տպավորություն, ինչ-որ մեկը իմ փոխարեն որոշումներ է կայացրել, ես երբեք միշտ խուսափել եմ, ամբողջ կյանքում խուսափել եմ երեխաների հետ աշխատելուց, մտածելով, որ երևի ես այդքան համբերություն չունեմ, որպեսզի կարողանամ աշխատել երեխաների հետ, բայց արի ուտես այնպես ստացվեց, երբ որ մենք արդեն ստացանք մեր ապրելու իրավունքը եւ քաղաքացիությունը, Շվեդիան ունի ինչ-որ ծրագիր ինտեգրելու այն մարդկանց, ովքեր տեղափոխվել են եւ պիտի շարունակեն ապրել Շվեդիայում։ Ինձ ներգրավեցին այդ ծրագրի մեջ եւ այնտեղ կան մարդիկ, ովքեր զբաղվում են, փնտրում են քո փոխարեն աշխատանք եւ քո նախասիրությունները հաշվի առնելով, քո մասնագիտությունը հաշվի առնելով, առաջարկներ են անում, թե ինչպիսի աշխատանք օրինակ քեզ կհամապատասխաներ։ Եվ մի կին, ով այնտեղ աշխատում էր, ինձ հետ հարցազրույց անցնելուց հետո ինքը որոշեց, որ ես շատ համապատասխանում եմ մանկապարտեզում, ինձ այդպես է տեսնում, որ ես լավ կաշխատեի երեխաների հետ, սկզբում շատ սուր եւ կտրուկ վերաբերվեցի այդ առաջարկին, բայց հետո մտածելով
ինքը սիրում եմ սովորել, միշտ սիրում եմ նոր բան սովորել ու փորձել, մտածեցի ինչու ոչ, կարելի է փորձել։ Հետո այնպես ծիծաղելի դրություն էր, որ ես նստած էի եւ տնօրենը, ով պիտի ինձ գործի վերցներ, ես նստած էի, ինքը այդ կինը իմ փոխարեն ներկայացնում է իմ անձին, թե ես ինչքան լավն եմ, ինչքան դրական կողմներ ունեմ, որ տնօրենը ինձ աշխատանքի վերցնի։ Ստացվեց այնպես, որ իրենք շատ հավանեցին միանգամից, աշխատանքը սկսեցի եւ երևի մի 2-3 ամիս հետո սկսեց անձնակազմել շատ դրական վերաբերվել ինձ ու շատ աջակցում էին։ Բոլորը շատ սիրեցին, աջակցեցին ինձ եւ սկզբում մտադիր չէի սովորել, դեռ չունեի մասնագիտությունը։ Իսկ այստեղ եթե դու չունես որակավորում, հա, դիպլոմ չունես, աշխատավարձը համեմատաբար ավելի ցածր է։ Եվ հետո մի սիրուն օր իմ տնօրենը առաջարկեց, որ մենք շատ հավանում ենք, դու քեզ տեսնում ենք որպես պոտենցիալ դաստիարակչուհու, մենք շատ ենք ուզում, որ դու սովորես, ունենաս վերջապես այդ որակավորումը, որպեսզի կարողանանք քեզ բարձր վարձատրել։ Ու կարծես թե ինձ միշտ ինչ որ մեկը ասած հրում է կամ չգիտեմ, ինչպես ասեմ, օգնում է, միշտ օգնության ձեռք են մեկնում մարդիկ էստեղ։ Հետևաբար ես այդ որոշումը կայացրեցի, հեռակասովորեցի եւ միևնույն ժամանակ աշխատում էի։ Այդպես իրանք ինձ չուզեցին բաց թողնել այնտեղից, այդպես աշխատում արդեն հա, շատ զարմանալին այն էր, որ ես միշտ կարծել եմ, որ երևի ես երեխաների հետ չեմ կարողանա ասենց հայերեն ոնց որ մենք մեր առօրյայում կիրառում ենք լեզու գտնել, հա, երեխաների հետ, բայց արի ու տես այնպես ստացվեց, որ ես ինքս ինձ երբեմն զարմանում էի, ասում էի, բայց դա քիչ է, ինչի երեխաներս են շատ ինձ սիրում։ Ասենք չի պատկերացնում, որ այդքան հետաքրքիր եմ ես երեխաների համար, բայց չէ, երեխաները շատ սիրեցին ինձ, անձնակազմը շատ սիրեցին եւ արդեն 9 տարի աշխատում եմ մանկապարտեզում։ Այդ հետաքրքիր կա մանկապարտեզի ծրագրի մեջ ինչ որ մի կետ, որ գիտեք, որ Հայաստանում օրինակ մանկապարտեզում այս ձևով են անցկացնում ծրագիրը կամ այս ձև են վարվում, բայց Շվեդիայում այդ բանով տարբերվում է, ասեք, ու դուք շատ եք հավանում այդ երևույթը։ Քանի որ Հայաստանում երբևիցե չեմ աշխատել մանկապարտեզում, տեղյակ չեմ, շատ մեծ այդպես գիտելիքներ չունեմ Հայաստանում ինչպես են աշխատում կամ ինչ ծրագրով են ուղղորդվում, բայց այստեղ ինչն է ինձ շատ դուր գալիս, որ այստեղ ամեն ինչ արված է երեխային հասանելի լինելու համար եւ որպես անձ իրենց կրթելու ու ձևավորելու համար է, ամեն ծրագիրը ինչ որ իրանք ունեն, դրա համար է արված, որ երեխան կրթվի, ձևավորվի որպես անձ, լինի շատ անկախ, հա, անգամ իր որոշումների մեջ, անգամ մարդկանց շփման հետ, չգիտեմ, շարժվելու մեջ, այսինքն ամեն ինչ արված է, որ մարդու երեխայի անձը ձևավորվի ճիշտ։ Մինչդեռ, չգիտեմ, Հայաստանում կա, հա, որպես անհատ ձևավորվի, այսինքն այնտեղ 2 տարեկան երեխան հստակ գիտի ինքը ինչ է ուզում, ասենք դու դաստիարակ լինելով, ասենք չես կարող իրեն հակառակը համոզել, եթե երեխան որոշել է, որ չգիտեմ, ինչ պարզ օրինակ բերեմ, օրինակ ինչ որ պիտի խաղանք, հարցնում եմ կուզես թե չէ, ինքը հստակ կարող է պատասխանել ոչ եւ հետեւաբար բացատրի թե ինչու ոչ։ Միայն ոչ չէ, ունի նաև իր բացատրությունը, թե ինչու այդ պահին ինքը չի ուզում այդ խաղը խաղալ։ Մինչդեռ եթե ես ինձ հիշեմ փոքր ժամանակ, ոչ միայն մեծերը չէին լսում մեր կարծիքը, եւ չկար այդ, հա, չկար դա, այսինքն ես ինձ ինչ հիշում եմ, միշտ լսում էի այն արտահայտությունը, որ դե դու փոքր ես, դու չես հասկանում, բայց այստեղ չկա այդ արտահայտությունը, իրանք միշտ ասում են, որ երեխան նույնիսկ 6 ամսեկան ժամանակ, այսինքն ինքը հասկանում ամեն ինչ գիտի, ինչ է իրան պետք։ Հա, ես հիմա այս տարբերությունը կարող եմ հիշել, բայց
վստահ Եկեք կլինեն հանդեսները ասեք, տարբերություններ։ կազմակերպում եք հանդեսներ, որ անդադ Շատ ռոբոտի նման պետքա ոտանավոր սովորեն, կրկնեն, չէ, այդ ասեն։ չէ, չկա դա։ Եթե անկեղծ, երբեմն ես կարոտում եմ մեր Հա։ միջոցառումներին, որտեվ ես շատ երաժշտական երեխա եմ եղել, սիրել եմ միջոցառումներ շատ, ու ես հիշում եմ, ես շատ սենց սրտի թրթիրով էի սպասում այդ մեր հանդեսներին, բայց Շվեդիայում դա պակասում է, հատկապես մանկապարտեզներում մենք ունենք միայն ամառվա արձակուրդներին ընդառաջ ինչ-որ փոքր միջոցառումներ, որտեղ երեխաները երգելու հնարավորություն ունեն ծնողների համար, բայց դա չի արվում այն շուքով կամ, չգիտեմ, այն Ոնց մեծ Հայաստանում։ ոգևորությամբ, ինչը տեղի է ունենում Հայաստանում, չէ։ Հա։ Ուղղակի կարող են երեխաները իրենց ազատ հագուստով, այսինքն շատ ով ինչքան կկարողանա կերգի, ինչ որ չկա հատուկ ինչ որ կազմակերպչական աշխատանքներ դրա համար, ինչքան որ կհասցնեն, ինչքան եւ ով կուզենա կմասնակցի, ով լինում են երեխաներ, իրենք ասում են ցանկություն չեն ունենում եւ ասում են, չէ, մենք չենք ուզում միանանք այս ձեր խրախճանքի Շատ լավ։ ասած։ Իսկ այդպես ավելի լավ է Այսինքն ամեն ինչ արված է։ Հա, երեխաների համար։ իրենք շատ մինիմալիստ են իրանք, շվեդները, եւ երևի եթե փորձես էլ պարտադրել, իրենք չհասկանան, թե ինչի։ Այսինքն ամեն ինչ արված է, իրենք այսպես են բացատրում, որ դա երեխաների համար է, դա մեծերի համար չի։ Եթե երեխան չի ուզում, պետք է մենք ընդունենք իր որոշումը։ Հա։ Այն որ մեր մոտ փոքր տարիքից ասում ենք, դե արի ծիտիկ ասա կամ բանը, այսինքն այդտեղ այդ process-ը չի լինում, որ պիտի իմանա։ Վայ դու այն երեխան չգիտի, վայ մեկը 4 հատ գիտի, մեկը 5 հատ գիտի, այդ բանը չկա, էլի։ Չէ, իրանք ունեն շատ սիրուն երգեր, որ եթե դա էլ երեխայի ցանկությամբ է, կան երեխաներ, որ սիրում են երգեր եւ իրանք շատ հեշտ սովորում են երգերը, ուզում են, որ անդադ մենք երգենք, բայց կան երեխաներ, որ չէ, ցանկություն չունեն, հետեւաբար պետք է հանգիստ տաղանդի, էլի։ Այո։ Հա, իրանք դպրոցում են այդպես։ Ինձ համար դե տարբերությունն էլ էր շոկ, երբ որ իմ երեխաները սկսեցին հաճախել դպրոց։ Մենք Հայաստանում ոնց ենք սովորում, որ պիտի բոլորը շատ լավ սովորեն։ Ես հիշում եմ, որ շատ ամոթ էր, որ հանկարծ դու ինչ-որ դասը պատրաստված չգնայիր կամ ասենք դա շատ վատ բան է, որ դու ոնց դա հնարավոր է, որ կանգնես ասես ես պատրաստ չեմ։ Մինչդեռ այստեղը տենց չի, դասատուները մի օր բացատրեցին ինձ, ես միշտ իմ երեխաներին այդ հայկական բանով ասում եմ, չէ, այդպես չի լինի, դու պիտի անպայման պատրաստված լինես, դու պիտի կարողանաս ոչ միայն պատրաստված լինես, այլ նաև բարձր գնահատականներ ստանաս եւ այլն։ Մինչդեռ մի օր դասատուն ինձ բացատրեց, ասեց, բայց ով է ասել, որ պիտի իրենք բոլոր առարկաները բացարձակ, ասենք, գերազանց պատասխանեն, որովհետև բոլոր մարդիկ տարբեր են։ Գուցե երեխան ինչ որ, չգիտեմ, հանրագիտական ինչ որ բաների մեջ ավելի լավ, հա, զարգացած լինի, քան դեպի մաթեմատիկա կամ ինչ որ ֆիզիկա նման առարկաներին, այնպես որ պետք չէ պարտադրել։ Ինչքան ուժերը երեխայի ներում է, ինքը կսովորի։ Սկզբում դժվար է իհարկե համակերպել դրա այդ մտքի հետ, որովհետև դու այդպես չես սովորել, այդպես չես մեծացել, կարծես թե ստացվում էր, որ ես ծնող լինելով ինչ որ բան եմ բաց թողնում, հա, կարևոր, բայց հետո հասկացա, որ գուցե իրենք են ճիշտ, գուցե իրենց տեսակետն է ավելի ճիշտ, միանշանակ չէ, որ ես եմ ճիշտ մտածում, բայց հիմա փառք Աստծո, իրանք շատ լավ սովորում են, դեռ սովորում են, թե ավարտել են արդեն։ Տղաս ավարտել է, բայց աղջիկս դեռ սովորում է։ Հա։ Օրինակ հիմա որ ձեր տղան ավարտել է, դուք գոհ եք, որ իրենց ոնց որ ծրագրով այդ ամեն ինչ եղել, թե երբեմն ասում եք, կարող պետք է այն հայկական ձևերով ստիպեի բոլոր առարկաներից էլ լավ լիներ, սովորեր, շատ սովորեր։ Գիտեք, նորից պիտի համեմատական անցկացնեմ մեր տարիներին դպրոցի, ես համարում եմ, որ մենք այո, շատ
բազմաժանր կարելի ասել կամ բազմակողմանի զարգացած ենք այն տարիներին եղել, որովհետև մենք բոլոր առարկաները, հա, ասենց նույն մակարդակի, հա, վրա սովորել ենք ու չգիտեմ, գուցե ստիպված, գուցե, չգիտեմ, ստիպողաբար, բայց այո, ամեն ինչից դու գաղափար ունես, հա, իսկ դու հասկանում ես, հա, պիտանի բան եղել, բայց դրա հետ մեկտեղ, եթե մտածում ես, հիմա շատ բաներ կան, որ դու քո կյանքի ընթացքում դա չես կիրառում։ Ստացվում է գուցե ժամանակդ տրամադրել մեկ այլ բանի վրա, հա, ինչ որ մի ուրիշ առարկային, որը որ քեզ ավելի պետք կգար քո հետագա կյանքի համար։ Շվեդիայի երևի դա է ճիշտ, որ իրենց մոտ ամեն առարկա խորացված չեն անցնում։ Իրանք որոշ առարկաներ մակերեսորեն են անցնում։ Եվ հիմա կարծեմ Հայաստանում էլ է այդպես։ Իրանք ունեն մինչև Հայաստանում ոնց է դա կոչվում, մինչև 9-րդ դասարան իրանք գնում են դպրոց, 9-րդ դասարանից հետո այստեղ գիմնազիա է կոչվում, 3 տարի էլ սովորում են գիմնազիայում։ Այ գիմնազիայի 3 տարիների ժամանակ իրենք են ընտրում, ինչ ուղղվածությամբ են ուզում ավելի խորը գիտելիքներ ձեռք բերեն, արդեն իսկ այդ տարիքում ոնց որ որոշակի պատկերացում են կազմում, թե հետագայում ինչ ինստիտուտ պիտի սովորեն, ուստի եւ ընտրում են այն ճյուղը, որը որ իրենց պետք կգա։ Գուցե դա ավելի ճիշտ է, որպեսզի քո տարիները ավելի ճիշտ օգտագործես, ավելի պիտանի լինի հետագայում քեզ համար դա։ Բայց խորացված է պարապում այդ 3 տարին։ Հա, ավելի խիստ են, ավելի մինչև 9-րդ դասան կարելի ասել բավականին դյուրին է, բայց արդեն գիմնազիայի ժամանակ, այո, շատ բաներ կան, որ խտացված, շատ խիստ, այսինքն պիտի նստեն, սովորեն, հա, պատրաստվեն։ Օրինակ մեր ժամանակ, ես հիշում եմ դպրոցն ավարտելուց հետո մենք նաև պետք է լրացուցիչ պարապեինք, որպեսզի կարողանայինք մեր ուժերը փորձել ինչ-որ բուհում, հա, բայց այստեղ այնքանով էլ դա լավ, որ գիմնազիայում իրանց այնքան հասանելի այդ գիտելիքները, իրանք այնքան են ստանում, որ այլևս պետք չի գալիս ինչ որտեղ պարապելու հատուկ, որպեսզի կարողանան դիմել ինչ որ բուհ հաստատությունում։ Այսինքն իրենք ուժերով Չէ։ Հետաքրքիր։ Բայց կա անվճարովի եւ անվճար ընդունվելու տարբերակներ, թե միևնույնն է անվճար ինչ-որ միտեղ ընդունվում է։ Բոլոր այստեղ սովորողների համար բուհերը անվճար են։ Նույնիսկ իրենք թոշակ են ստանում բոլոր երեխաները։ Այդ առումով նույնիսկ հիմա ես, եթե որոշեմ ինչ-որ մի բուհ սովորեմ, ինչ-որ ինստիտուտ որոշեմ սովորել, ինձ համար անվճար է դա ու նաև դա էլ են գնահատում, եթե դու ունես երեխա կամ երեխաներ, լրացուցիչ մի քիչ ավելի գումարը մեծ է լինում, քան ասենք, եթե մարդը ամուսնացած չէ։ Այդ հեռական էլ է անվճար սովորել։ Հա։ Հրաշալի։ Իրանի Հայաստանը հա, շատ կուզենամ, որ մեր հայ երեխաներն էլ այդ հնարավորությունը ունեն ու ես հիմա շատ բարեկամներ, ծանոթներ ունեմ, որ երեխաներ կան արդեն հնարավորություն ունեն, ասենք Հայաստանի գիտելիքներով դիմել արտերկրյա ինչ-որ բուհում, շատ լավ բուհերում, կարելի ասել, ու այդ հնարավորությունն է սովորելու, ես դրա համար շատ ուրախ եմ, որ հասել ենք այն մակարդակին, որ մեր հայ երեխաները կարողանում են իրենց ուժերը փորձել ու ինչու՞ չէ, նաև գրեթե միշտ կարելի ասել լավագույն մասնագետներն են հետո համարվում, շատ ուրախ եմ դրա համար։ Իհարկե։ Այս փորձել եք երեխաներին ինչ-որ հայկական դպրոց տանեք, որ հայկական գրերը սովորեն, գրել կարդալ, կամ ընդհանուր ծանոթանալ մեր պատմության, թե չկա Շվեդիայում այդպիսի դպրոց։ Որպես այդպեսին դպրոց չկա, հայ համայնքում կան մարդիկ, ովքեր կազմակերպում են եւ սովորեցնում են հայերեն երեխաներին գրել կարդալ, բայց այստեղ շատ մի հատ ուրախալի փաստ կա, որ Շվեդիայի կառավարությունը ֆինանսավորում է ովքեր որ դրսից եկած, հա, օտարերկրացիների երեխաները հնարավորություն ունենում իրենց դպրոցներում շաբաթական մեկ անգամ իրենց մայրենի լեզուն անցնեն։
Այսինքն այդ ֆինանսավորումը կա, իմ երեխաներն էլ շաբաթը մեկ օր սովորում են հայերեն գրել, կարդալ, ընդհանուր գիտելիքներ։ Իհարկե դա նույն մակարդակը չէ, ինչ որ Հա, կլիներ, երբ բնականաբար։ որ իրանք Հայաստանում սովորեն, բայց հավատացեք, շատ մեծ դա էլ է օգնություն, որ այսքան իրանք գիտեն, որ դա նաև մի առարկա է, որը իրենք անցնում են իրենց դպրոցական տարիներում։ Սիրով են, բայց մասնակցում երեխաները։ Թե Դա տարօրինակ երևի ավելորդ ժամանակի կորուս։ երեխայից երեխա։ Հա, օրինակ, եթե ես իմ երեխաների մեջ կարող եմ համեմատականներ անցկացնել, իմ տղաս շատ մեծ սիրով էր գնում հայերեն դասերին ու շատ լավ ստացվում էր իրեն մոտ, մինչդեռ աղջիկս ավելի այդ առումով ծույլ էր, միշտ բողոքում էր, որ շատ դժվար է իրեն տրվում հայերեն տառերը սովորելը, բայց մենք գտնում էինք միջոցներ, որպեսզի իրեն խրախուսենք, որպեսզի առաջի տարին, երբ որ ինքը եկավ Հայաստան հայերեն չգիտեր խոսել, ու բացատրեցի, տես, երբ որ դու գնում ես, դու չես կարողանում ազատ շփվել մարդկանց հետ, այնպես որ դա քեզ միայն օգուտ է, որ դու իմանաս քո լեզուն, ու շատ ամոթ է, որ հայ լինելով չկարողանաս շփվել քո տատիկ, պապիկների հետ, քո հարազատների հետ, հա։ Բայց հիմա Փառք Աստծուն բոլորն էլ խոսում են, մենք տանը միշտ հայերեն խոսում ենք, տնից դուրս իհարկե չես կարող վերահսկել, որ իրենք խոսեն հայերեն, բայց եթե մենք դրսից տուն ենք մտնում, մեր տանը ամեն բան հայերեն է, հայեցի է, փորձում ենք այդ շունչը պահել։ Իսկ ուսուցիչը հենց հայ է լինում, թե որ պետությունն է ֆինանսավորում, ինքը արդեն այդ զուտ մասնագետ է բերում, որ պարտադիր չի հայ լինի, էլի։ Հայ է։ Չէ, հայ է։ Հայ է, ու գրեթե մեծ մասը Հայաստանից եկած հայեր են։ Ունենք հայկական եկեղեցի Շվեդիայում։ Այո, հաճախում ենք մենք պարտադիր։ Տոները նշելով, ոնց մեր հայկական առաքելական եկեղեցին է այդպես։ Այո։ Ու մեր հայերն էլ, հայրենակիցներն էլ ակտիվ մասնակցում են, թե այդտեղ կյանքը այնքան երուզեռ շատ է, որ գիտեք, սկզբում այդքան չէր, քանի որ Հայաստանից եկած հայերը այդքան շատ չէր իրենց մարդիկ շատ չէին, ավելի շատ Սիրիայից, Լիբանան, այդ կողմերից եկած հայերն էին, բայց վերջին երևի 10 տարիներին հոսքը շատ է մեծացել Հայաստանից եկած հայերի, ու հիմա շատ մեծ են մեր կալյա, գուցե ինձ է թվում մեծ են, չգիտեմ, բայց մյուս կողմից շատ իմ համար լավ է, որովհետև ես սիրում եմ, որ շրջապատված ես լինում հայերով, հա, հա, աշխատում ենք մասնակցենք ու դա ոնց որ մի տրված ժամանակ է, որտեղ դու քեզ զգում ես Հայաստանում, հա, այդ շունչը զգում ես, որ դու Հայաստանում ես։ Կտրվում ես, էլի ես։ Իսկ փորձում եք հայկական կերակրատեսակներ պատրաստեք, որ երեխաները իմանան, որ այ այս հայկական տոլմանը կամ այս մեկը էսա, թե միևնույնն է արդեն իրենց համար շվեդական խոհանոցն է իրենցը։ Չէ, միշտ հայկական են պատրաստել, այսքան իրանք ծնվել մեծացել են հայկական կերակրատեսակներով, բայց եթե համեմատենք, շվեդները իրենցով չունեն ինչ-որ մեծ խոհանոց կամ բազմաթիվ կերակրատեսակներ, իրենց խոհանոցը շատ սահմանափակ է, հա, իրանք չունեն այտենց մեծ ճաշատեր, ինչ-որ լայն ցանկ ճաշատեսակների։ Ազգային կերակրատեսակներ չունեն։ Չէ, իրանց ամեն ինչը շատ պարզ, դյուրին, իրենց ապրելակերպը մինիմալ, առողջարար, հա։ Բայց չէ, ես պատրաստում եմ հայկական, իրանք շատ լավ տեղյակ են, ինչ է տոլման, ինչ է մեր սպասը, ինչ է մեր, նույնիսկ ես ձեզ ասում եմ, քրչիկ էլ եմ պատրաստում հայկական, ամեն բան, ըստ Իսկ փորձում եք կոլեկտիվում զարմացնեք։ Գրեթե միշտ, հա,
Երբեմն եղել են, որ մենք հրավիրել ենք մեր շվեդ ընկերներին մեր տուն, առաջի 2 անգամ իրանց մոտ ուղղակի շոկ ա եղել, որովհետև երբ որ դու գնում ես իրանց տուն, իրանք շատ մինիմալ ձևով են քեզ հյուրասիրում, իսկ մենք ինչպես ենք սովոր, չի կարող լինել մի ճաշատեսակ, պիտի լինի մի քանիսը, դրա հետ զուգահեռ պիտի լինեն սալաթներ, պիտի ամեն բան մի խոսքով դիսերտ առանձին, խմորեղեններ եւ այլն։ Ու արդեն դրանից հետո ինձ ճանաչելով միշտ ամեն անգամ որ պիտի հերթական այցը լինի, միշտ խնդրում են, որ այդքան շատ բան չպատրաստեն, որտեվ իրենք ի վիճակի չեն լինում այդքան հասցնելու տեղ։ Ճաշակեն։ Ահա։ Բայց ես տարբերակը ավելի հետաքրքիր չի, ավելի ճիշտ մի Հա, կողմից։ գիտեք, փորձում ենք, հիմա ես էլ շատ հարցերում փորձում եմ ավելի շատ իրենց նման մտածել, գուցե պետք չէ շեշտը դնել հենց ճաշատեսակների մեջ, ուստի կարևորն է մարդու հետ շփվելը, լավ ժամանակ անցկացնելը, բայց միևնույնն է, չգիտեմ, դա նրանից է, որ դու այդպես ես մեծացել, թե դա ինչ-որ ներքին կուլտուրա է, չգիտեմ, միևնույնն է, չի ստացվում, որ ավելի թեթև լինի, ինչքան էլ փորձում է, բայց հետո ստացվում է մի ամբողջ ճաշատեսակների ցանկ։ Հետաքրքիր Հայաստանից ի՞նչն եք կարոտում շատ, այն որ միևնույնն է զգում եք, որ բաց է ձեզ մոտ։ Իմ մանկությունն է, որ միշտ կարոտով եմ հիշում։ Իմ հարազատներիս վերաբերմունքը, մի ձևի Հայաստան, որ գալիս ես, դու քեզ տանն ես զգում։ Ես արդեն ապրում եմ 20 տարի Շվեդիայում, բայց եղավ սենց ինչ-որ իրավիճակ, երբ որ ես 11 տարի հետո առաջին անգամ եկա Հայաստան, երկար տարիներ բացակայելուց հետո, զգացի, որ իմ ընկերներն ու հարազատները կարծես թե ինձ ընդունում են որպես տուրիստի, հա, հերթական։ Եվ հետաքրքիր էր, որ երբ որ հետ եկա այստեղ, ասացի, միևնույն է, ես այսքան երկար տարի ապրում եմ Շվեդիայում, բայց ես շվեդ չեմ, այսինքն շվեդներն էլ ինձ ընդունում են որպես հյուր, այո, հա, դու չէ, եւ ինչ-որ sense միտք ծագեց իմ գլխում, մտածելով հետաքրքիր է, բայց ես հիմա ով եմ այդ դեպքում։ Որ կողմից եմ։ Հա, այսինքն եթե Հայաստանում ես որպես տուրիստ եմ, այստեղ էլ ես տանը չեմ, այսինքն բայն տունը հիմա որտեղ է։ Ինչ որ շատ իհարկե ցավով, ինչ որ sense թախից եկավ, հա, մեջս, որ հետաքրքիր է, ինչի, կամ ինչի պիտի sense ստացվեր, կամ չգիտեմ, բայց հետո որ սկսեցի հաճախակի Հայաստան գալ, կարծես թե մի փոքր շտկվեց այդ մտածելակերպը, որ չէ, ամեն դեպքում ես նույն մարդն եմ ու ամեն դեպքում դա իմ տունն է, իմ Հայաստանն է։ Իսկ ընդհանուր առմամբ Շվեդիայից ինչը կուզեիք, որ լիներ Հայաստանում, որ գիտեք բացակայ այստեղ ու կբերեիք։ Ես մեր զրույցից առաջ նշեցի այդ փաստը, ես շատ կուզենայի, որ մեր Հայաստանում ձևավորվեր այդ կուլտուրան, որ պետք է դիմացինին մարդիկ փորձեն հարգել, անկախ նրանից, դու մարդու կարծիքի հետ հաշտես, թե չէ, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում ոնց պիտի ապրի, ինչպես մտածել կամ իսկը պետք չէ մարդուն ստիպել, որ եթե ես այսպես եմ մտածում, դու պիտի լինես իմ նման կամ իմ պես մտածել։ Մենք հենց դրանով ենք իրարից տարբերվում, որ բոլորս ճիշտ է հայ ենք, բայց մենք բոլորս տարբեր անհատականություններ ենք, մեր հետաքրքրություններով ու մեր մտածելակերպով հանդերձ։ Ես դա կուզեի, որ մարդկանց մեջ փոխվեր նույնիսկ կապ չունի, ես չեմ խոսում հարևան կամ չգիտեմ ընկերների շրջապատում, նույնիսկ հա, նշանակություն չունի, նույնիսկ ծնող երեխա հարաբերությունների մեջ էլ կուզենամ, որ լինի այդ սահմանը, որ փորձես հարգել երեխայի որոշումները ու փոխադարձ երեխան էլ հարգի ծնողի որոշումները։ Այսինքն գայինք մենք դրան այդ աստիճանին, որ մենք կարողանայինք հանգիստ քննարկել, փոխադարձ
համաձայնության գալ, եթե անգամ չենք էլ գալիս, պատճառները հասկանանք, թե ինչի այդպես, ես կուզենայի դա փոխվեր, այդ աստիճանին, հասնեինք մենք ուղղակի։ Իսկ եթե Գերմանիայի հետ համեմատենք, Գերմանիայում կար այնպիսի մի բան, որ էլի գիտեք, որ Հայաստանում չկա, նույնիսկ չեք գտնում այդ երևույթը Շվեդիայում, բայց շատ եք հավանել։ Երևի չէ, որովհետև Գերմանիայում այդքան երկար չեմ ապրել եւ նոր էինք տեղափոխվել, երիտասարդ ավելի, գուցե շատ բաների մեջ չենք խորացել, ուղղակի ինչ որ ակնթարթեր ապրեցինք եւ վերջ։ Բայց ուղղակի Գերմանիան մնացել է իմ հիշողությունների մեջ, մի երկիր, որը որ Հայաստանից դուրս առաջին անգամ էի ոտք դնում, հա, ինչ որ օտար երկրում։ Ինչ որ դրանով է տպավորվել, թե չէ, ասենք ինչ որ հատուկ բան չկա, որպեսզի կարողանամ հիշեմ կամ առանձնացնեմ։ Ուղղակի սիրուն քաղաք է, Զարգացած երկիր։ բայց հա, զարգացած երկիր է, բայց ինձ մի քիչ վանեց մարդկանց կոպտությունը, կարելի ասել։ Հա։ Հասարին որ ասում են գերմանացիները սարդ են, հենց այդպես էլ կա։ Սառն են եւ ավելի կոպիտ են։ Երևի չգիտեմ, իրանց լեզվից էլ է դա, որովհետեւ երբ որ իրենք խոսում են, շփման մեջ էլ իրենց բառերը այնպես կոպիտ է հնչում, որ թվում է թե օրինակ ես սկզբի ժամանակներում միշտ մտածում էի, որ միգուցե դիմացին ինձ ինչ որ վատ բան է ասում կամ միգուցե ուզում է վիճվի հետս, միշտ ես փորձում էի որսալ դեմքի արտահայտությունը, լավ բաներ ուզում ասած լիներ, թե վատը ասեց։ Հա։ Հետաքրքիր ձեր մայրիկը, բայց որ այդքան լսելով հանդերձ, որ Շվեդիան ավելի լավ երկիր է, քան Գերմանիան, երբևիցե այդ միտքը չի եկել, որ ինքն էլ պիտի տեղափոխվի Շվեդիա։ Թե ինքը արդեն այնտեղ ոնց որ ասած տնավորվել է։ Չէ, ինքը երկար չի ապրել Գերմանիայում, ինքը մի քանի տարի ապրելուց հետո տեղափոխվել է Հայաստան, ինքը հիմա շատ երկար տարիներ արդեն Հայաստանում է ապրել, այո։ Ինքը մշտապես չի ապրել Գերմանիայում, ուղղակի մի քանի տարի ապրեց այնտեղ, հետո հետ վերադարձավ։ Հա, բայց ո՞նց եղավ որ վերադարձավ։ Հետաքրքիր ինչի չհարմարվեց, որ եկավ այդ մտքին, որ պիտի Հայաստան գա։ Հիմա Հայաստանում է բնակվում։ Այո։ Հիանալի։ Իմ հայրիկս չհամաձայնվեց տեղափոխվել։ Ինքը միշտ դեմ էր դրսում ապրելու։ Այնպես էր ստացվել, որ մայրիկս մի քանի տարի Գերմանիայում էր ապրում, միշտ մտածելով, որ գուցե հայրիկս միտքը կփոխի, բայց այդպես էլ հայրիկս չփոխեց իր միտքը։ Հետևաբար ընտանիքը պետք է միանար, ինքն էլ փորձեց զիջել եւ ինքը վերադարձավ Հայաստան։ Հա։ Իսկ հայրիկը հետաքրքիր դրսում ինչ չէր հավանում։ Ամեն դեպքում ես Գերմանիան շատ զարգացած պետություն է, չէ՞։ Շատ իմ հայրիկս տեսակով այնպեսի մարդ էր, որ ինքը շատ կապված էր իր տանը, իր հողին, իր արմատներին, եւ նույնիսկ ես հիշում եմ, երբ որ մենք պիտի դուրս գայինք, խնդրում էի, ասում էի, պապ, ուղղակի կարող ես գալ, ման գաս, տեսնես, ասում էր, չէ, նույնիսկ դա ցանկություն չունեմ, ես ուզում եմ իմ հողի վրա մնամ, իմ տունը չեմ, անգամ չեմ ուզում մի օրով բաց թողնեմ ու գնամ։ Հետաքրքիր է։ Այլ երկրներ ճամփորդություններ կատարել եք այս ընթացքում։ Այո, հասցրել եմ, բայց եվրոպական երկրներում եմ ճամփորդել։ Հա։ Շատ ինձ դուր է եկել Իսպանիան, իրենց տաքությունը։ Մարդիկ այնտեղ շատ տաք էին, ջերմ էին շատ, ինչ որ գուցե նմանություն, ինչ որ զուգահեռներ էի անցկացնում հայերիս հա, հետ, գուցե դրա համար եմ շատ հավանել, բայց այնտեղ երբ որ գնում ես, դու չես զգում, որ ինչ որ օտար երկրում ես, այնքան ջերմ է, այնքան կարծես թե ապահով է, որ թվում է թե դու տանն ես։ Դա ինձ շատ է դուր եկել։ Ֆրանսիայում եղել եմ, լավ է, բայց ես չէի ուզենա այնտեղ ապրել։ Լինել տուրիստի կարգավիճակում։ Հա, Վիեննայում էլ է լավ,
Բայց նորից եսի մարդիկ ինձ թվում է մարդու անհատականությունից էլ է, թե որ երկրում իրեն ավելի լավ կզգալ, այսինքն եթե սիրում ես օրենքներ, եթե սիրում ես դա մտածելակերպ ինչ որ ներքինի հետ է կապված, թե դու որտեղ քեզ լավ կզգաս։ Բայց ես հետո սենց ինչ որ բան եմ նկատել, որ երբեմն լինում են կյանքում իրավիճակներ, որ կարծես թե դա ինչ որ վերևից որոշումներ է, որ ինչ որ կյանքի ինչ որ փուլում դու այստեղ պիտի լինես։ Որտեվ եթե ես հիշում եմ մեզ, երբևիցե մենք չենք ունեցել պլաններ, որ պիտի գանք ու ապրենք այստեղ, բայց կյանքը մեզ այնպես, չգիտեմ, մեր ճանապարհը այնպես եղավ, որ ստացվեց, որ անկախ քեզանից այդ ուղղակի այդպես էր պետք, որ դու պիտի այստեղ մնաս, չգիտեմ ինչի։ Կարևորը դուք ձերը գտել եք։ Ձեզ լավ եք զգում այդտեղ։ Լավ ես զգում, բայց միևնույն է, այդ կարոտը, այդ ինչ որ կա բաց, որը լրացնել չի լինում։ Այսինքն ամբողջ կյանքդ դու ապրել մեծացել ես Հայաստանում, քո ընկերները, քո հարազատները, հայրը, մայրը, բոլորը այնտեղ են ու հիմա ճիշտ ասած իմ քույրիկս իմ կողքիս է, ավելի հեշտ է ինձ, ունեմ իրան այստեղ, եթե ինչ որ բանի կարիք ունեմ, հա, մենք մեկս մյուսին լրացնում ենք, դրա համար շատ ուրախ եմ, բայց միևնույն է կա այդ բացը, որ ինչքան էլ բարեկամներ, ինչքան էլ ընկերներ, ինչքան էլ փորձես այստեղ կապեր հաստատել, հա, ինչ որ թե կլինեն շվեդներ, թե կլինեն հայ համայնք հայերը, բայց մեկ է այդ հարազատ բանը չկա, ինչը որ Հայաստանում է։ Հա։ Բայց ժամանակի ընթացքում այդ կարոտը միևնույն է իր չափը չի կորցնում։ Ասենք առաջի 2 տարին մեկ էլ արդեն 20 տարի, ոնց որ զգաք, որ արդեն քիչ եք կարոտում կամ նույնիսկ պահկա մոռանում եք։ Ես չի ասի, որ դա քչանում է, ուղղակի այսպես կնկարագրեմ, որ ոնց է, երբ որ մարդը ընկնում է ինչ որտեղ ցավում է, այսինքն վերք է լինում, հետո սպիանում է, բայց դա դու չես մոռանում, այսինքն ավելի շատ դառնում է բթացած ցավ, հա։ Դու այդ ցավը զգում ես, բայց գուցե նույն ուժգնությամբ չէ, բայց դա երբեք չի պակասում, ուղղակի ավելի շատ բթանում է։ Ինչ հետաքրքիր համեմատական Ես այդպես ավելի շատ կասեի։ Շատ լավ։ Հիմա տալիս եմ իմ վերջին հարցը, Իրինա ջան։ Ես կասեմ նախադասությունը, դուք կձևակերպեք ձեր տեսակետով։ Ես իմ անուշ Հայաստանի, կոնկրետ դուք, ինչն եք սիրում։ Իսկ թվում է ոչինչ չի փոխի, արևահամ բառն եմ սիրում։ Ամեն ինչն եմ սիրում։ Սպասում էի ձեզանից։ Հա, ամեն ինչն եմ սիրում։ Դա նշանակություն չունի, որ ստացվել է այնպես, որ դրսում ես ապրում, միևնույն է, ես ինձ երբեք չեմ կարող համարել, որ ես ինչ որ շվեդացել եմ կամ ինչ որ փոխվել եմ, ես ինձ համարում եմ հենց հայ ու դրանով շատ հպարտ եմ։ Ու փառք Աստծո մեր շրջապատում էլ բոլոր մեր հայերը ամեն բան անում են, որպեսզի այստեղ հայ մարդու հայ կերպարը ավելի բարձր պահեն։ Դրա պատրաստել, որ դուք 20 տարի այդտեղ եք ապրում, բայց մեր նամակագրությունը հայատառ է գնացել։ Այնքան ուրախ եմ, որ չգիտեմ։ Այդ մի ուրիշ աշխարհ է իմ համար։ Ես ձեզանից եմ շատ շնորհակալ, որ հնարավորություն եղավ եւս շփվելու հրաշալի մարդու հետ, ունենալ հիշողություններ, վերապրել, վերհիշել այս տարիները։ Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար։ Սիրով, ես էլ եմ շնորհակալ։ Գեղեցիկ, հաճելի, բովանդակալի զրույցի համար Իրինա ջան։ Դե ինչ, հաջողություն ձեզ։ Հուսանք մի օր կգա, որ դուք արդեն ընտանիքով կվերադառնաք Հայաստան, ոնց որ ձեր մայրիկն ա եկել։ Ես էլ եմ մեծ հույսով դրան սպասում։ Շնորհակալ եմ շատ ձեզ։ Սիրով, հաջողություն ձեզ։ Սպասեմ ձեզ։